Մուշ 2 թաղամասում լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները դանդաղել էին, ինչը անհանգստություն էր առաջացրել շահառուների մոտ։ Glendale Hills ընկերության տնօրեն Էդուարդ Մելիքյանը նախարարին տեղեկացրել է, որ շինարարության դանդաղեցումը պայմանավորված է լրացուցիչ բնակարանների կառուցման եւ վերանախագծման խնդրով։ Նա հավաստիացրել է, որ ներկայում շինարարական աշխատանքներին խոչընդոտող հանգամանք չկա։ Խնդիրներ 420-ին եղած տիպային շենքերում վերանախագծել այնպես, որ բոլորին բավարարվի ըստ իրանց սենյակների։ Հիմնային աշխատանքները դեռևս սկսվել են անցյալ տարվանից։ Հիմնականում ձգձգվում էին, որովհետև վերանախագծման խնդիրներ ունեին։ Մուշ 2 թաղամասում անցյալ տարի շահագործման հանձնած 1756 բնակարաններում գազաֆիկացման եւ կաթսաների տեղադրման խնդիրներ կային։ Նախարարը բնակիչներին տեղեկացրել է, որ ծրագրի ընթացքն իր ամենօրյա աշխատանքային օրակարգում է, իսկ գազի կաթսաների տեղադրումը ձգձգվել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։ Ֆինանսական ոչ մի խնդրի հետ կապված չի կարող լինել, քանի որ պետությունը իր առջև դրված խնդիրները ամբողջությամբ իրականացրել է։ Բյուջեից հատկացումները իրականացվել են ժամանակին ու ամբողջ ծավալով, հետևաբար տեխնիկական խնդիրները պետք չի վերագրել որևէ ձևով ֆինանսական խնդիրներ։ Սամվել Թադևոսյանը եղել է նաև Ախուրյանում, այստեղ ևս շինարարությունը շարունակվում է։ Դանդաղեցումը պայմանավորված է եղել վերանախագծման գործընթացով։ Ախուրյանում ի սկզբանե նախատեսված էր 3 շենք։ Հիմա վերանախագծման արդյունքում պետք է կառուցվի 4 շենք։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրով մինչ օրս կառուցվել եւ բաշխվել է 3720 բնակարան։ Եվս 367 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն։ Նախատեսվում է կառուցել եւս 1285 բնակարան։ Ոչ մի անօթևան այս ծրագրի շրջանակներում դուրս չմնա ցուցակից։ Արդյունքում մոտ 5500 ընտանիք նոր բնակարան կունենա։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։